առնվազն Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի իշխանական մի մոդել, որը իր բնույթով աղանդավորական է, այդ իշխանական համակարգը չունի սոցիալական կամ արժեքային բաղադրիչներ եւ քաղաքական աղանդ է հիշեցնում եւ առնվազն այս իր ծրագրից չի հրաժարվելու 3 պատճառով։ Նախ այս ծրագիրը հակաեկեղեցական կամպանիան ավելի գլոբալ ծրագրի մաս է եւ ես վստահ եմ, որ այս ծրագրի արտաքին դոնորների շարքում միայն Ադրբեջանը կամ Թուրքիան չեն։ Այստեղ նաև կա արևմտյան որոշակի շրջանակների ակտիվ դերակատարությունը եւ այդ ծրագրի իմաստը ոչ միայն մեր ժողովրդի քաղաքակրթական հոգեվոր ինքնության կարևոր սյուներից մեկի թուլացումն է, այլ հայկական գործոնի թուլացումն է ավելի լայն համատեքստում։ Սա մեկ։ Երկրորդ գործոնը, որը հիմք է տալիս ինձ, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվելու իր այս կամպանիայից, դա այն է, որ նա նկատում է, որ հասարակական դիմադրությունը թույլ է։ Ճիշտ է, նրա օրակարգի շուրջ չկա հասարակական կոնսոլիդացիա, բայց անկեղծ լինենք, նրա դիվային քաղաքականության դեմ հասարակական ուժեղ պատնեշ չկա։ Այո։